Հիմա այս մեր ուժեղ թռնողներից ինչ կա, Տիկին Հակոբյան։ Վայ, էլ չգիտեմ ով Լսի, բայց արի դույով խոսենք էլի հաս։ Բայց արդյոք ինձ համար օրինակ շատ ծիծաղելի էր, որ երբ որ իրանց համար ամենաբուրըն շրջանն է, իրանց կողմնակիցներին հրավիրում են ակցիայի ԿՀ-ի դիմաց, ու ասենք այդ ժամանակ փորձում են երկրից թռնել, անձնական այցով բանը հանգստանալու մեկն ասում է, մեկը շատ կարևոր գործ է Մոսկվա, մեկը չգիտեմ ու փորձում են թռնել բուժումների, չէ, օրինակ։ Այդ գլուխները երեքն էր, որովհետև երբ Նարեկ Կարապետյանը գնում էր շատ կարևոր էր, ասում եք ընտրությունները նոր էին կրվել ու ինքը առանց որոշել էր գնալ անցնել Վրաստանի կողմ, տեսնել ինչ վիճակ է, չէր կարող հայկական կողմում ինչ-որ մի բան անել։ Այն մյուսը տեսանք, այն երկուսն էլ օդանավականից հետ եկան, այն մեկը ցամաքային անցման կետից, այն մեկը օդանավականից։ Ու սա շատ բան է, էլի, սպասելի էր, որովհետև նախորդ անգամ էլ խորհրդարան անցած Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց մանդատից եւ տնցելի իր գործերով էր։ Դες որ այս անգամ էլ է նույնը սպասվում։ Չէ, բայց իր գործերով կարա լինի քրեակատարողական հիմնարկում, որովհետեւ այդքան ընտրակաշառք բաժանելուց նախորդ 5 տարվա մասին եմ խոսում իր գործերով։ Ուզում ասեմ, ընտրակաշառքների այս լայնածավալ սխեմաները ինձ թվում է իրավապահ մարմիններին այլ անելիք չեն թողում, քան իրենց գործերը տեղափոխել ճաղերի հետև, ինչը վստահ եմ տեղի անելու։ Իրանք էլ դե պարզ է, հեսա բժշկի թուղթ, բան, չգիտեմ ինչ, եւ այլն։ Քոչարյանը հայտնի է, չէ՞, այդ բանով բժշկի թղթեր բերելով։ Ինքը ջեկի թղթով որ նախագահ դառավ, բժշկի թուղթը չա որ չբերի, չնայած իմ բոլոր գոլեգա բժիշկների խորհուրդ են տալիս առնվազն կես թղթեր ոչ մեկին չտալ։ Դա էլ է պատժելի արարքը։ Հա, դե դրա համար եմ ասում, դա էլ է քրեական հանցագործություն, բայց բանա, այն բաներին չեն քշում կոկորդիլոսներին էլ այդ ուժերը։ Այն 300,000 կոկորդիլոսներին։ Այսօր ճիշտ ասած, բանը սահմանադրությունը։ Տեսել ես։ Որը։ Նարեկը որ ասում է Էվրիկա, մեր սահմանադրագետները կալկուլյատոր են հայտնաբերել, որով կարան հաշտել մանդատների 2/3-ը։ Հայացքներով լրագրողների ծաղրական այդպես նաև տարբեր ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների ստատուսները, մեկնաբանությունները, որ ասում էին լավ լուր է ասում, փաստորեն սահմանադրագետները բան են, ընդհանրեն ասել են չգիտեմ ինչ։ Մի հատ անեկդոտ հիշեցի, որ մեկը ճանջին ուզում է սպանի, բայց չի կպնում եւ այլն, ու ասում է սատկացրեցի, ասում է չէ չսատկացրեցի, բայց հաստատ էլ երեխա չի ունենա։ Հիմա իրանցն է ասում են բանը, այո, չկարողացանք իշխանություն ունենալ, բայց նրանք չեն կարող ասում սահմանադրել։ Բայց 2/3-ը 105-ի, դա 105-ը դառնալա 3-ի մասնապատկած 2-ը։ Եթե երկիրը կործանվում է եւ 300,000 ադրբեջանցիներ են գալու, այդ մնացած օրակարգից, իրենք մի հատ օրակարգ է դա չէ եղել այս ընթացքում։ Հա, դե ասում եմ, էլի, 300,000 նայում էի ընդդիմադիր աթոռները, դե բոլորը բան էին, չէին եկել։ Նրանց անունը պետքա դնել 300,000 կոկորդիլոսներ, ուրիշ տարբերակ չկա։ Լրիվ, հա։ Դե բան, ասելիք որ չունեն, անելիք է չունեն, իդեպ ինձ շատ հետաքրքիր է ազգային ժողովի առաջին նիստերը, տեսնենք ոնց են ընթանալու, ինչ են խոսալու, դու ես չէ ասել, որ ամեն անգամ հարցնելու եմ ուր են այդ 300,000-ը, մենակ ես չեմ ասել, գործընկերներից էլ են ասել, բայց հա, մենք ամեն անգամ պետք է իրանց ասենք ուր են, ես այսօր էլ, որ տեսա դատարկ աթոռները, գրեցի, դատարկ աթոռների նկար եմ հրապարակել, գրել եմ, բա ուր եք, ինչի՞ չեք գալիս տնանք 300,000-ից քանիսն եկան, որ պետք է անընդհատ իրենց առերեսել իրենց հիմարության հետ եւ պատասխանատվության ենթարկել նաեւ դրանով, որ տերորի են ենթարկել քաղաքացիներին, շատ վատ բան են արել ու իրանք պետք է 5 տարի իրանց քթերից 300,000 ադրբեջանցի ենք բերելու, իրանց քթերից 300,000 անգամ։ Բայց լավ ասացիր, քթներից բերելու ենք, ոչ թե բերելու ենք, այլ քթներից ենք բերելու։ Մենք ենք բերելու 300,000-ը, այո։ Մենք ենք բերելու։ Իրանք, բայց ես նայում եմ,
այսօր ուժեղ Հայաստանի այդ падգամավորն արդեն, հա, տեխնացուներից մեկը ասում է, այսօր տեսակ ասում է, ուրախ ԿՊ նիստեր անում, ասում անդիմություն չկար, այլ եթե մենք մանդատները չվերցնենք, նրանք այդ տենց միշտ ուրախ նիստ են անելու առանց ընդդիմության։ Որ այսինքն իրանք այն սուտ են, էլի, այն բաները, որ կարող ենք չվերցնենք մանդատներ, բոլորն էլ պատրաստվում են վերցնել մանդատները։ Ողջան, մեզ տխրեցնեն, տեսնենք։ Եվ փոխաբերական իմաստով, շատ հումանիստական բաներ։ Բայց տիկին Հասմիկ ջան, արի դույով, լիխնդրում եմ։ Ես դույով եմ, դու ես խոսում։ Բայց իրանց քթից բերելը պետքա դառնա քաղաքական օրակարգ, իրանք պետքա շան օր տեսնեն, այն որ ամենայն հարգանքով բոլոր մեր չորքոտանի կենդանիների նկատմամբ, որ վախենան դաժե մտնեն շենք, որտեղ իրանք դրա իրավունքը չունեն, իրանք այդ մանդատները առել են կանխիկ փողով, որի համար պիտի պատասխան տան մանրից մեծ, հասկանում ես, այսինքն պետքա իրոք քթներից բերվի այդ ընտրակեղծարարությունը եւ ստեղծության զավթման փորձը։ Ես իրոք շատ անհամբեր եմ եւ պիտի ես իրենց, որովհետեւ նրանցից շատերին շատ բան եմ ունեցել ասելու այս ընթացքում, իրենց լկտի պահելու համար, իրենց որոշ տղամարդիկ ոչ տղամարդկային այդ վարքագծի շատ բաներ ունեմ ասելու, բայց քանի որ նրանք այդքան չկային, ոնց ես չեմ ասել եմ մեր երիտասարդական կառույցի երեխեքին եմ ասել իրենց պատասխաններն, անկեղծ եմ ասում, օրինակ բանի ժամանակ, հանրային լսումների ժամանակ, որ եկել են ընդեղ ինքնահաստատվել են, ես չեմ ասել, բայց մեր կուսակցության երիտասարդական կառույցի անդամներին խնդրել են իրեն արձագանքել են իրենց, բայց հիմա ես դրան շատ եմ սպասում, որ արդեն իրենց կարգավիճակը թույլ կտա իրենց բանատեղ դնել եւ նրանց արդեն շատ բան ունենք ասելու։ Նաև այս ընթացքում նրանց բոլոր արտահայտությունները, նրանց բոլոր մտքերը անպատասխան չեն մնալու։ Ամեն ինչին առերեսվեն եւ ներողություն խնդրեն կամ այդպես զզվեն ասեն այ մարդ չենք գալիս։ Ոնց որ հիմա սրանք, օրինակ գործող падգամավորները գիտեն ինչի հետ են առերեսվելու։ Իրենք գիտեն իրանց ինչ ասում, դա համար չեն գալիս։ Իրենք վաղն չեն գալու։ Իրենք վաղը հարցուպատասխանել չեն գալու վստահ են։ Իրանք գալիս են մենակ այն ժամանակ, երբ որ իրանց պատասխանող չկա հայտարարությունների ժամին։ Այսօր էլ չկային բայց։ Այսօր չկային հայտարարությունները։ Այսինքն իրենք անգամ վաղը չեն գալու, որովհետև մի ժամանակ որոշեցին մենակ կան հարց տան, եկան հարցը տալիս էին պատասխանի ժամանակ նենց էին իրենց 1-ին 10 լինում, բանը մենակ իրանց հարցը կտրում, հետո հասկացան որ դա էլ է ծաղրվում, բայց չգիտեն ինչ անեն։ Իսկ այս նորերը չեն հասկանում իրենք ինչ են տեսնելու։ Դրա համար մենք սպասում ենք թող գան, բայց որ խելացի լինեն, էդ էլ չեն անի, չեն գա։ Իրանց թվում է ազգային ժողովը, քաղաքականությունը ընդհանրապես իրանց այն մանկապարտեզի խմբակի դասերը որն է, որ Կարապետյան Սամվելը մտնում էր, իրանք է տենց դրոշներով բանով նստում էին, իրան էլ ասում էին պարոն վարչապետ, տենց նկարում էին, բան, գիտեն թե գիտեն թե իրանց մանկապարտեզի դասը, որ կամերայի դիմաց ինքն իր այդ կրվում է։ Որ ինքն իր այդ կրվում է, գիտե այդ իր բանն է, գալու է ինքն իր այդ կրվի գնա, չգիտի որ ստեղ ինքն իր այդ չի կրվելու։ Ու ճիշտ է, տենց անպատասխանատու հայտարարությունների համար պիտի բոլորը պատասխան տան, իհարկե նաև պիտի պատասխան տան քրեական հանցագործությունները, դա առաջին հերթին, այդ իրանց թեմաները, այն մի հատ բան ունեին, տենց Շուլեր տեսքով մեկը կար, այն որ պարզեց մի հատ ՀԿ-յա բաց է, որ ցույցերին մարդ-մուրդ տանի է, էդ էլ է, չէ, ոնց որ այդ հանցագործություններով գնում։ Այդ այնց պետության չի գնում որևէ հանցագործություն։ Ընդ շատ մարդիկ գնում են հանցագործություններ, ցուցակում էլ չկան, այնքան շատ են։ Գիտեք չէ՞ որ մի քանի 100 հոգի ներգրաված են այդ գործերում։ Իհարկե, այսօր շրջապատության կոմիտեն է։ Ու ես վստահ եմ, դա բանն է, մի փոքր մասն է այսբերգի։ Ասենք իրանք մոտավորապես 150 հոգանոց ցուցակ երևի ունեն, բայց մոտ 200 բան ունեն արդեն գործով անցնող մեղադրյալ ունեն, հասկանում եք։ Ցուցակները անցել են արդեն են մնացած։ Ունդեր ահագին էլ հետախուզվողներ կան, որ թաքնված են, վստահ եմ գործելու են էլի տարբեր զարտուղի ճանապարհներով փախնել Հայաստանից։ Հիմա իրանց ֆրակցիան ինձ թվում է ամբողջական չի գալու բանի։ Նիստի մի 10 հոգով գնալ։ Բայց դու չես հիշում, որ նախորդ անգամ էլ 5 տարի առաջ Հայաստան Դաշինքի ֆրակցիան ամբողջական։ Ես հիշում որ Խաղբանտարկյանների նկարներով էին եկել։ Խաղբանտարկյան, ընդեղել էր տրակերծարարություն։ Չարչանի բանը հիշում։ Մեղավոր ճանաչվեց։ Իհարկե մեղավոր, մարդը բանով, այո։
Ընտրակերպարության բերումով վճիռ ունեցող մեղադրյալի արդեն մեղադրական վճիռ ունեցող մարդու նկարը որպես բան քաղբանտարկյալ էին ներկայացնում ու տենց էլի մնացածին էլ հիմա իրանք կարծեմ սրանք էլ ավել բան չենք սպասում նույն կերպ կարող են անել պետք է գիտես ինչ անել որ այդ մայկեքով գան տենց դոլարներ վերցնել ըստ կպցնել այդ մայկեքի վրա էլի միանգամից կամ ասենք չէ հիմա կուրսը թանկացել է չէ ինչքանով էին առնում 100,000 200,000 100,000-անոց մի հատ գոնե անկով կան 100,000-անոց կարանք են որ դրոշներ են տնկել սեղանին ու թողել են դրոշը գնացել են այդ դրոշի տեղը տենց դոլարի նշան անեք տենց տնկել բայց ծիծաղում ենք, բայց դա իրականում բան է, այտենց ըստ էության պետականության դեմ հանցագործություն է, որը պետության բռնազավթման փորձ է եղել, որը պետքա բնում խեղդվի եւ այսինքն խեղդվել է արդեն ժողովրդի կողմից եւ մեր իրավապահների կողմից էլ ու պետքա մինչեւ վերջ դրանք տարվի ու վարչապետը հիշում ես մի անգամ ասաց որ մինչեւ մյուս ընտրությունների արդյունքների ամփոփումը դրանք պետք է բոլորը բանտում լինեն դա չափազանցություն չի պետքա լինեն բանտում որ նորից մտներով չանցնի ու այսօր որևէ մեկի մտքով չանցնի նման բան անել Ես այսօր քիչ հարցազրույց էի ոնց որ ազատության հետ էի զրուցում էդ էի ասում եմ նայեք մենք հո բան չենք հավերժ չենք բայց միշտ կարա աչք լինի մեր պետության վրա մեր պետականության վրա ու դա երևի նորմալ է օտար երկրները որ ուզում են ազատության գոտի ունենան ուզում են ստեղ իշխանություն ունենան եւ քանի որ միշտ տենց անձնապես հնարավոր չի մշտապես անձնապես պաշտպանել պետքա մեր կառույցները բերենք այնպիսի պատշաճ վիճակում եւ նաեւ այս փորձերի համար այստեղ դրածոները պետքա այնպիսի պատասխանատվության ենթարկվեն այնպիսի նախադեպեր պետքա լինեն որ հետագայում որևէ մեկը չհամարձակվի բան անել sense ոտնձգություն իրականացնել մեր պետության ու պետականության դեմ նենց որ հիմա որ օրենքներ ենք մշակում, օրենքներ ենք ընդունում շուտով, դա կանխարգել է բանի մասով արի խոսանք էլի այդ օրենքների վերջին 1 տարում 6 ամիս բնակվելու ցենզի մասին այդ կարծում եմ շատ կարևոր է մեր էլի հեռուստադիտողների խնդրենք կիսվել որ շատ մարդիկ տեսնեն այս շատ կարևոր է եւ բանի իմաստով եւ ընտրությունների իմաստով մենք իհարկե դեռևս մշակելու ենք ժամկետների հետ կապված հնարավոր է որոշ փոփոխություն բայց իմաստն է որ երբ որ այս ընտրությունների ժամանակ ուժեղ Հայաստանի ըստ բանի հակակոռուպցիոնի ուրեմն տվյալների հրապարակած քանի որ ուժեղ Հայաստանը դրսից բերում էր նա մենք էլ տեսանք որ լրագրողները գնացել էին զվարճ ուժեղ Հայաստանը չէ բայց հիշում ես այն բանը այդ քաղաքացիների ինչ որ ՀԿ իրազեկման որն էր որ զանգել էր հայերի միության նախագահի որ ներկայանալով որպես ուժեղ Հայաստանի հետ չէին բանանում չէ ուժեղ Հայաստան Ծառուկյան Քոչարյան եւ բան Թաթոյան իրենք 4-ի անունով ասում են կապ չունի չէ տենց իրար հետ էին անգամ որում երկու կուսակցության տեխնացուներն ներգրաված էին մի գործում մի կոռուպցիոն այդ ձայնագրության մեջ երկու կուսակցության բան էին ներգրաված մեկը մյուսի գումարն էր բաժանում թե ինչ մոտավորապես ինչևէ բանը երբ որ այդ դեպքերն եղան ու մենք նաև տեսանք որ ոնց են գալիս ու քվեարկում որ թռնեն բան էս կոմենկոն որ հանկարծ իրանց ընտրության հետ չարերեսվեն ստե վտանգների հետ այդ ժամանակ ինձ ով տեսել է ով Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում ընկերներ, բոլորը գրում էին, որ ինչի պետք է իրանք ընտրեն։ Ու քանի որ այդ պահանջը շատ մեծ էր, նաև բան կար, ոնց որ տենց այդ մեծ պահանջ կար, նաև մենք միջազգային փորձ ենք ուսումնասիրել, միջազգային փորձով էլ շատ եվրոպական երկրներ, զարգացած երկրներ ունեն նման սահմանափակումներ, որ ով կապված չէ պետության հետ, չի ապրում այդ պետությունում, այնտեղ երկրի կա վերջի 6 ամսում, եթե չի ապրել, ոչ թե 1 տարվա մեջ կեսը, այլ առհասարակ վերջի 6 ամիսը, վերջի 2 տարի։ Ես հիմա մի հատ հարցում եմ անում, հենց այս ուղիղ եթերի տակ մի հատ հարցում եմ անում, գրում եմ կողմեք 1 տարվա բնակության ցենզին ու տեսնենք մեր քաղաքացիները ինչ կպատասխանեն հենց այս հարցման տակ, որտեղ sense հնարավորություն, sense լավ հնարավորություն ունի այս մեր լայվը, խնդրենք բոլորին պատասխանել ու համել արդյունքները կամփոփենք, էլի։ Հետաքրքիր բաներ ունենք, գործիքներ ունենք։
Գնաց։ Հենց դրա համար էլ էս նախաձեռնությամբ հանդես ենք եկել եւ որ դրսից չկարողանան էլի դա եւ մարդիկ են որ օրգանիկ մարդ օրենքը չիմանալով ինքը այդ պահանջը զգում ասում է ինչի պետքա ես ապրեմ ստեղ բայց ինձ վրա ամեն ինչ այո ընտրի ու գնա դրա համար հիմա օրենսդրական այս պահանջը օրենսդրական տեսք է ստանալու եւ ես վստահ եմ որ նաեւ կընդունվի այս օրենքը եւ մենք արդեն օրինակ սա որոշակի մեղմում է հա այս ամեն ինչը գնել չեն կարա դրսից վերեն մարդ կամ պետքա ավելի շատ փող ծախսեն որը իրաց ձեռք չի տալիս ենթադրենք այդ մարդուն գործից կտրեն փող տան գաստեղ ապրի դա որ հետո կարողանա այդ դեպքում երբ որ մարդը գա ապրի ինքը կզգա ումա պետք Մեր քաղաքացիներից որոշները ավելի երկար են առաջարկում, նույնիսկ 3 տարի մի հոգի գրեց, որ ինչի մի տարի թող 3 տարի ապրի, բայց մի տարին տենց ողջամիտ ժամկետ է, որ վերջի մի տարում եթե 6 ամսից ավել է բացակա, ուրեմն ինքը ավելի շատ ուրիշ երկրուի ոնց որ Դες ինչն է հարցը, որ տեխնացուի համար, օրինակ падգամավորի տեխնացուի համար կա բան չէ, պահանջ, ինքը պետք է վերջի 4 տարում Հայաստանում բնակվող չի կարող մարդը օրինակ լինի տեխնացու, բայց չկարողանա ինքն իրեն ընտրի։ Սրան էլ պետք է բան անել, համեմատականել ստանել, որ հանկարծ չհակասեն իրար։ Դրա համար մի հատ վերջնական տեսք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պահանջ կա։ Ցենզի մասին եմ ասում, չէ, ոչ, այդ քաղաքացիությունը մի կողմ, ցենզի մասին եմ ասում, նստակեցության ցենզի մասին։ Դե պետքա մտածել, պետքա, բայց արագ է, պետք է ընդունել, որ մյուս բոլոր ընտրություններում այլևս ոչ մեկի մտքով նորից եմ կրկնում։ Ահա, իհարկե, դա արդեն պրոցեսի մեջ է։ Դա է հիմնականում, որ ահագին մեղմելու է։ Այդ անդրակաշառատուներին բոլորին դատելն է եւ տենց հա բանել է չէ բարձրացնում ավելի ծանրացնելը ծանրացնում եք չէ քանի տարի եք սարքում այդ հանցագործությունները հա ես քանի որ ներգրաված չեմ այս պահին չգիտեմ բայց մյուս լայվի համար լավ թեմա է ես կարծում եմ որ պետք է շատ խիստ լինի պատիժը տենց մոտավորապես պետական դավաճանության պես ինչ որ հոդված պետք է լինի, որտեղ դա բառս բուն իմաստով դավաճանություն է քո երկրի ապագան առուծախ անելը, էլի, եւ տվողների համար եւ վերցնողների համար։ Իհարկե։ Գիտեք, հետո մենք լիքը բան ունենք, էլի այս 5 տարիների համար անելու, որովհետեւ օրինակ ես հիշում եմ ժամանակին հեղափոխությունից առաջ, օրինակ մարդ կար մեր շենքից եւ շատերը։ Միայն 3 հոգուց գնում են եւ վերցնում են ընտրակաշարք։ Լավ եմ անում, կվերցնեմ եւ իրանց ոչ մեկին չեմ ընտրի։ Չէ, բայց ամեն դեպքում Չէ, ինչ եմ ասում, մարդկանց մոտ, քանի որ դա նորմալ է եղել, որ բոլորը բաժանել են, բոլորը վերցրել են եւ մի մարդ ասեմ 3 կուսակցությունից վերցնում էր 3 տարբեր գներ էին դա։ Մարդկանց մոտ դա մի տեսակ այդ ասում մենք ասում ենք դա պետության հանդեպ գործած հանցագործություն է, դա պետք է շատ խիստ լինի։ Մենք նաև ոչ միայն խստությամբ, այլ նաև ծանուցելով մարդու հետ խոսալով, միգուցե բացատրելով, պետք է այդ հայի շուստրությունը որ կա, հա լավ կվերցնեմ չեմ բանանի, ոչինչ, չեմ ընտրել։ Այդ ամեն ինչ պետք է բացատրենք, որ ինչքան վատ է, որ մարդը պետք է ամաչի տենց բան առաջարկի։ Իհարկե։ Մենք այդ ձայնագրությունից դա չենք լսում։ Ոնց որ ընտանիքից անդամից ասես։ Լավություն անեմ, քեզ լավություն եմ անում։ Չէ, հələ մի բան է, որ մեկը մյուսին իբր լավություն եմ, ես քեզ փող կտամ, բենզինդ կլցնեմ բան։ Սրանք բան են, անշնորհակալ են։ Այսինքն իրանք ընկալում են, որ դա լավ բան է, լավ բան եմ անում, քեզ լավություն եմ անում։ Մեկ դա դառնա ամոթալի։ Այդ ընտրական վերցնող մարդիկ պետք է իմանան, որ իրենց երեխեն իմանա։ Դա, չգիտեմ, ամենավատը հիմա կներես, բայց հեսա որ դատարը սկսվի, դատարան ներկայացվել է, չէ, այդ հայցերը։ Պետքա մեր լրագրողները գնան դատարան, այդ մեղադրյալներին նկարեն ու հրապարակային ցույց տան, թե ովքեր են եւ բաժանողները, եւ վերցնողները, ու ես գիտեմ, որ մի քանի գործ արդեն ներկայացվել է դատարան։ Ու ես մեղադրական եզրակացությունից հետո այո պետք է Չէ, ինչ են հետո դատարը բաց դատարը լսումներ է պետք է հիմա այդ մարդկանց որպես մեղադրյալի կարգավիճակում նույնիսկ ցույց տալ վերջում կլինի արդարացում Ապա պարզվեց որ մարդը մեղավոր չի Չէ, բայց դա բաց դատաքննություն է բոլորը կարան լուսաբանան ոնց են մյուս հանցագործությունները լուսաբանում Ես որ սա ընտրակեղծարար է սա կաշառատույ է սա Մեղադրյալը ընտրակեղծարարության մեջ լավ մեղադրյալը մյուսները ոնց են մեղադրյալ որպես երևում
ու պետքա այո ամաչան նույնիսկ փողոց դուրս գալ որտեվ հակառակն է եղել ոնց որ լավ տղեկ են եղել չէ ընտրակաշառատուները եւ ասովշիկները շուստրիներն են եղել բայց ոչ թե լավ տղա են այլ անբարոյական են իրականում եւ այս պետության գլխին քար գցող են ուրիշ ոչ մի բան այո Դե արժեքների մասին է էլի դա խոսում, ուրեմն արժեք չունեն, չէ՞ որ տենց բան են անում։ Ուրեմն մեր բանը ավարտվեց, մեր հարցումը, ուրեմն մասնակցել է 126 հոգի, 96%-ը այո, կողմ են 1 տարվա բնակության ցենզին եւ 3%-ը դեմ են, հենց որ կարծում եմ ճիշտ որոշում է։ Բայց ինչի՞ տենց կարճ պահեցիր հարցումը։ 5 րոպեից ավել թույլ չի տալիս, այս գործիքները կարամ նորից դնեմ, ճիշտ ասած, բայց երևի իրենց հաշվելու։ Մասնակցեն, չէ՞, լավ է։ Ինչ կա դաշտում։ Ես ուզում եմ նաև մենք խոսենք Բարգավաճի հետ կապված խոսակցությունների։ Բարգավաճ։ Շատերն են հարցնում։ Այո, շատ կտեսնեն մեզ լսողները, որ ասում են մենք գողացել ենք ԲՀԿ-ի քվեները։ Նախ իմ խորի ընդդիմադիրները այս 3-ը հատկապես երրագլուխը գողացել են ընդդիմադիր աթոռները։ Կոնկրետ գողացել։ Ես վստահ եմ, որ նրանք ցենզը չէին 8%-ի շեմը չէին հաղթահարի։ Միանշանակ չէին։ Աշարք չբաժանեին։ Դա միգուցե ես վստահ եմ, որ կան մարդիկ նաև, որ ուղղակի գնացել ընտրել են, բոլորը կաշառակեր, կաշառատու չեն։ Իհարկե։ Շատերը գնացել ընտրել են, որովհետև օրինակ եմ ասում, օրինակ Քոչարյանի Սերժի ժամանակ իրենց լավ են զգացել, օրինակ մենաշնորհի են ունեցել։ Հիմա իրանց հնարավորությունները կտրված է եւ կարծեմ որ մեզ չեն ընտրի։ Կուզեն են նրանք հետ գան, իրենց կապերը հետ գան, իրենք շարունակեն լինել միակը ինչ որ բան ներկրող, միակը այս խանութը ունեցող այն կողքինը փակող, որ իր խանութը լավ աշխատի, սենց իրական մարդիկ, որոնք ժամանակին շատ առավելությունից օգտվել են, այդ ճակերտան։ Դրա հնարավորություն չունեն, անգամ չգիտեմ, ավտոտեսուչին, որ 5000 դրամով պրծնում էին, չէ՞։ Ինչ մեղք գործած լինեին։ Ուզում է հոդգից խախտեն, ուզում է խմած լինեն, ինչ հանցագործություն, դա ուղիղ հանցագործություն է, կատարած լինեին, 5000 դրամով միած շտրաֆ էին գրում 5000 դրամ։ Թեման փակվում էր։ Հիմա բոլոր այդ մարդիկ վատ են իրենց զգում, որ նույն բանը չեն կարողանում անել։ Դրա համար հնարավոր է այդ մարդիկ գնացած ընտրացնեն, բայց գերակշիռ մեծամասնությունը, այդ մարդիկ ես չեմ կարծում, որ 8%-ից ավել են, էլի։ Գերակշիռ մեծամասնությունը, այդ տարբեր շահերով, վախով, ես վախի մասին եմ լսել, մենք փողից ենք մենակ խոսում։ Այնտեղ Ռուսաստանում օրինակ ասում են, ասել են, եթե դու ընտրես, սեփ կվտարենք, են հիշում եք մի հատ բաներ է։ Ընտանիքների են ասել, այնտեղ տղամարդը չի եկել, բայց պարտավորված ա եղել իր ընտանիքի քվեարկության բաները ցույց տա, որ հաստատ քվեարկելա ձեր օգտին։ Եթե չանես, մեր համար վատ կլինի։ Ինչքան մարդ է տենց գնացել, ինչա թե իրանց փողի աղբյուրը չկտրվի, գործից բան դուրս չմնա, եւ այլ այստեղ գնացես ընտրել։ Հիմա այսպես բաներ, բայց դա էլ է բան, դա էլ է հանցագործություն։ Եվ շահագրգռել է, էլի, որոք եկել, վախեցնել է եւ այլն։ Եվ բանա, սենց մարդիկ հաստատ քիչ են եւ չէին կարա իրանք 8%-ը գերազանցի։ Եվ եթե ինչ-որ մեր բան գողացվել է, ապա դա ընդդիմադիրների ձայներն են։ Շատ նորմալ ուժեր էին մասնակցում, որոնք շատ քիչ ձայն են հավաքել։ Ու ասած ապացուցում է նաեւ այդ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, թող ինչքանի տոկոս ուներ, որ տենց մի կերպ երկու ուժ ընդհանրապես չէր հասնում եւ այդ բաները ուժեղ թույլիկները ինչ որ չափով կարող է դեռ շանս ունենային հաշվի առնելով որ տենց մեծ ցանց ունեին եւ այլն ու ակնհայտ է որ իմ գնահատականներով մի 150-ից 200,000 ձեն առնվազն գնվել կամ ավելացվել է այդ մեթոդներով այդ բանն էլ հիշում ես ընտրություններից մի օր առաջ թե նույն օրը մի հատ ցուցակ էլի մամուլում հրապարակվեց Իրկուտսկից հարյուրավոր մարդկանց, այսինքն համակարգը աշխատէ, հա կոնկրետ համակարգը աշխատե։ Մենք շատ մեծ մեքենայի դեմ ենք դուրս եկել ու հաղթել ենք եւ պահել ենք։ Ժողովուրդը հաղթել է, ըստ էության ժողովուրդը ինքնապահպանման իր բնազդով եւ իմաստությամբ, այո, եւ իմաստությամբ ապահովել է իր հետագա անկախ գոյատևումը հասկանում ես, անկախ գոյությունը Հայաստանի Հանրապետությունը, որտեվ ու գիտես մի հատ հետաքրքիր բան կա, այս էլի եմ ասա, չգիտեմ եթե մնաց
հանգստություն կա փողոցներում, իրար շնորհավորել, տարբեր անծանոթ մարդիկ։ Ես նոր մեգամոլից եմ գալիս, Հա, մտել էի մեգամոլ, նոր եկել եմ տուն, ու տենց տարբեր մարդիկ էին դուրս գալիս դիմացս, տենց այս նշանում, մենք շատ ուրախ ենք, որ դուք հաղթել եք, բան, այնքան դրական է, ու տենց մարդիկ ժպտում են, ուրախ են, բավարարված են իրենց զգում, հա, որ այդ բանը հիստերիկ նախքին ինչ-որ էլ իրանց լավ զգացած, ինչ-որ դեմքերի հայտնի, որոնք տենց այս Անձրևը գոնե մաքրեր, բան էս նիկոլականներին, բան, տենց հիստերիկ մարդկանց եմ տեսել, բայց չէ, մարդիկ ուզում են թող ասեն իրանց բանն է, այսինքն այսպես ասած ազատ ընտրության իրավունքն է, բայց ես ընդհանուր զգում եմ այդ հանգստությունը ու շատ իրար անծանոթ մարդիկ, մեզ անծանոթ դե մարդիկ, դե պարզա մեզ ճանաչում են ինչ որ շատերը, բայց ես զգում եմ էլի, որ թոթափել են, հա, ոնց որ բեռ են թոթափել իրանց ուսերից, վախ մարտահրավեր, որը չգիտեին ոնց է հանգուցա լուծվելու, էլի, ու շատ մարդիկ, շատ, ու դա այնքան ցցուն է, որ հակառակը չկա, էլի, վայ, այս ինչ ֆիասկո էր, այս ինչ, ես հիշում եմ մենք ընդդիմություն ասենք մեկը դրել է Ռուսաստանում բան են արել, վախացրել են Ուկրաինայի դեմ պատերազմ տանելու բանով։ Գնաց ընտրեք, թե չէ կտանենք պատերազմ։ Հա, բայց իրականում հակառակն էր լինելու։ Եթե ընտրեին ու ինքնիշխանությունը Հայաստանի Հանրապետության զիջվեր, այդ վաղ հաստատ տանելու էին պատերազմ։ Չէ, նկատի ունեմ նման բանով էլ են վախացրել, մենակ գործը կորցնելով չեն։ Վերադառնանք ԲՀԿ-ի թեմային։ Ես օրինակ ընդդիմադիրներից եմ լսել, որ ինչ որ տեղամասեր կան, որտեղ ասում են սա խայտարակություն է, որ ժամին են քվեարկե իրավունք չունեին, եւ ես ամենաշատը այդ խախտման մասին եմ լսել, դե բնականաբար ԿՀ-ն եւս լսել է եւ գնացել դրա հետևից ու որոշել է անվավեր ճանաչել այդ ընտրատեղամասի բոլոր ձայները, այսինքն ոչ թե միայն ԲՀԿ-ինը, ոչ թե միայն բոլորինը, որովհետեւ դու ոչ է որևէ կերպ չես կարող տեսնել, թե օրինակ այդ արգելված ժամից, հա, այդ խախտում համարվող ժամից հետո ում օգտին է եղել քվեները։ Արդյոք դա եղել է ԲՀԿ-ի օգտին, թե դա մեր օգտին է եղել, ում օգտին է եղել 19 ուժից, 18 ուժից։ Հետևաբար բոլորին է դուրս սահմանվել, որպեսզի համամասնորեն այդ ընտրատեղամասի ձայները կազմեն ընտրությունների։ Չլինի, հա, խնդրահարույց, որևէ մի քվե չլինի խնդրահարույց, ամբողջը հանվել է ընդհանուրից։ Եվ այսինքն 2005 տեղամասի տեղը 3 ընտրատեղամասը անվավեր է ճանաչվել, եղել է 2002 ընտրատեղամաս, 2005-ի տեղը 2002, այսինքն բոլորինը, այսինքն սա համամասնության մեջ տոկոսը ընդհանուրի իջացնում է մի քիչ այդ ընտրատեղամասի չափով։ Եվ փաստ չի, չէ՞ որ կարող եմ մենք հանկարծ 50+ հավաքենք, եթե բանանեին, եթե բոլորը հաշվեն, որովհետև մենք էլ ենք սահմանին 49.7 մի քիչ ավել, համարյա 8, չէ՞։ Այսինքն մեզ էլ այնտեղ 0.0 ինչ-որ քանի տոկոս ձայն։ Իհարկե, եւ այդ բանը, այդ վերաբերյալ մի բանա գողացել, նախ մենք դրա հետ կապ չունենք, էլի, մենք որպես բան քաղաքացիներից մեկ նստած ենք եղել ու հետևել ենք, տեսնենք ինչ կլինի։ Հիմա էլ որպես էլի սովորական քաղաքացի նստած սպասում ենք, որովհետեւ բողոքարկում են սահմանադրական դատարան, դա եւս իրենց իրավունքն է, եւ մենք պետքա տեսնենք, թե այնտեղ ինչ է լինում, ոնց որ տեսել ենք, թե ԿՀ-ում ինչ է լինում, հա։ Նենց որ այստեղ մեզ մեղադրել, կարող են մեղադրել, եթե միայն ԲՀԿ-ի ձայները համարեն անվավ։ Մեզ մեղադրել կարան, եթե օրինակ մեզ մի բանում կարան մեղադրեն, բայց մենք ամեն ինչ արել ենք դրա դեմ, որ ամբողջությամբ չեն կարողացել չեզոքացնել այդ ընտրակաշառքի սխեման, բայց հետևից գնալու ենք բոլորի հատ-հատ, դա դրանում ոչ մեկ թող չկասկածի, բոլոր ընտրակաշառա տուները եւ ընտրակաշառք վերցնողները հատ-հատ պատժվելու են։ Ես վստահ եմ այդ ցուցակներն էլ են գտնվելու, մարդկանց թե ում են տվել, բոլորը պատմելու են իրանց հանցագործությունների մասին եւ սա 57 թվին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները գտնվել են դպրոցի հատակի միջից, հավատացեք, հիմա այս դարում շատ հեշտ է լինելու այդ ընտրակեղծարարությունը գտնել եւ արմատախիլ անել։ Մի բան էլ կա, որ ասում են չենք ընդունում քվեարկության արդյունքները եւ այլն, բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովականների կեսը ընդդիմադիր են, այսինքն դա կեսը կա 2
իշխանական հանձնաժողովական, մեկը անդամա, մեկը քարտուղար է, մի հատ ընդդիմադիր նախագահ, մի հատ ընդդիմադիր անդամ, հավասար չափով։ Հանրապետականներն են, դաշնակցականներն են, չգիտեմ ովքեր են, այդպես իրանց հանձնաժողովականն են։ Եվ չկա անդրատեղամաս, որտեղ որևէ ընդդիմադիր հանձնաժողովական ստորագրած չլինի արձանագրության թղթի տակ։ Արձանագրությունը կազմում է այսպես, հա, կազմում է թե ով քանի ձայնը հավաքի։ Եթե հանձնաժողովի նախագահ անդամը քարտուղարը համաձայն չի այդ տվյալների հետ, ինքը չի ստորագրում։ Չկա մի հանձնաժողովական, ով չի ստորագրել այս թղթերի տակ։ Ու հետո դուրս գալիս է մենք չենք ընդունում, բայց այդ հանձնաժողովի անդամը ինչի է ընդունել։ Եթե դու չես հիմա հետո տեսել ես, որ դու կրվում ես, ասում ես չեմ ընդունում։ Ստանդարտ պատմություն է, էլի, որ բանա, իրանք կրվում են, ասում են չեն ընդունում, կրային կընդունային, այն դեպքում, երբ որ իրենց տեղ լեգիտիմության հարցը ընտրությունների հենց այդ իմ ասած ժողովրդի կողմից ընդունելու հանգամանքով է որոշվում, որովհետև 100% լեգիտիմ են այս ընտրությունները մեր մասով եւ 100% ոչ լեգիտիմ են իրանց մասով, որովհետև նույնիսկ այդ ընտրակաշարք վերցնողները, որոնք որ քվեարկել են, իրենք գիտեն չէ, որ ընտրակաշարքով են քվեարկել։ Դրա համար ոչ մեկ չկա փողոցում։ Այդ մարդիկ փող են վերցրել, գնաց ընտրեն, հո փող չեն վերցրել, որ գնալու են ցույց անեն։ Չնայած ցույցերի համար էլ էին փող տալիս, բայց պարզապես գալու տալու համար։ Այսօր չլսեցի ձայնագրությունը, ասում եմ հակած կապած լինես խանութի մոտ ժամի 3-ին, որ գնանք հրապարակ։ Հա, այսօր էլ եղել չեմ բացեմ թողը, ճիշտն ասած չեմ լսել։ Ամեն օր կա։ Հետո ինձ թվում է շատ երկար ենք մենք այս ձայնագրությունները լսելու։ Շատ երկար ենք լսելու։ Այդ ընտրություններից է հետո ընտրատեղամասները փակվելուց 1 րոպե անց 20:01-2 րոպե Սամվել Կարապետյանը եղբորորդու հետ լայվ մտավ եւ ասեց կամ վիդեո էր ուղղակի հրապարակել, լայվ դժվար մտներն է եւ ասեց, որ այս 1.5 միլիոն ուրեմն մասնակցությունը խոսում է նրա մասին, որ մենք կրել ենք Գիտեն, ոչ լեգիտիմ ընտրության, որևէ անհանգստացնող, որևէ բան չի ասել։ Ասելա, որ սա նշանակում է, որ մենք կրել ենք։ Վերջ, մնում է հաշվարկը նորմալ լինի։ Հաշվարկ արել են եւ իրանց բոլոր ներկաները, իրանց բոլոր անդամները ստորագրել են հաշվարկի տակ։ Հետո տեսան, որ այդ 1.5 միլիոնը ոնց որ Սամվել Կարապետյանն էր ասում, իրանց խաբել են եւ փողը վերցրել են չեն ընտրել։ Տեսան, որ ու ասում են վերջ, արդեն ոչ լեգիտիմ։ Հաշվարկը ունեն, էլի ձեռի տակ։ Մանկապարտեզ 1.5 միլիոնի։ Հա, ոնց որ ասենք գնաց լոտոյի տոմսարն է, օրինակ եմ ասում։ Ջնջես տեսնես չես շահում, հետ տաս ասես էսի բանը։ Մեսի չկա։ Չէ, ոչ եմ ասում։ Լոտոյի տոմսը, էլի առավ տեսավ չի շահում, ասում է չէ, էսի լավ է, չի ուրիշը դուր, էսի չեմ ասում։ Արդեն ջնջել ես, առել ես, ջնջել ես։ Հիմա իրանք են։ Մասնակցել են, ասել են, որ ամեն ինչ նորմալ է, այս նշանակում մենք հաղթել ենք։ Իրանց ընդդիմադիր հանձնաժողովականները 2005 անգամ 2, հա, 4010 հոգի, չեմ ասում վստահված անձինքն է, հանձնաժողովական մի 4-5 հոգի մինիմում վստահված անձ։ 4010 հոգի ընդդիմադիր հանձնաժողովական ստորագրել է, որ ինքը ընդունում է արդյունքները, հետո տեսան, որ հաշվարկ իրանց օգտին չէ, կատակ էին կանել, չեն ընդունում։ Հա։ Հեշտ է տենց, իհարկե, ինչ խոսք։ Դուրս փակել մեզ չկան գրել։ Հա, ես բան եմ արել զամոկով, փակել եմ ներսից։ Հա, տենց, Հասմիկ ջան, դե բանա, թեժ ամառ է լինելու, եղանակը թեժ չի, բայց քաղաքական իմաստով թեժ է լինելու, բայց բան իմաստով էլի, այսինքն Ավգյան ախորները մաքրելու իմաստով է թեժ լինելու, ասում են первый год замужем, հիմա իրան էսան գնա, առաջի անգամ չի, մենք կոփվել ենք այդ ախորները մաքրելու գործում Եվ մի հոգի գրել է Էդմոն Մարուքյանին, մեր հետևողներից մեկը գրել է Էդմոն Մարուքյանին օգնեք մոլորվել է, չգիտի։ Տես մարդիկ Դե ինքն էլ պետք է պատասխան տա ախր։ Արսեն, չանցածներն էլ պետք է պատասխան տան։ Ինչի Թաթոյանը տենց 30-ի եւ ինքը կարա ինչ-որ մի օր մեր դիմաց դուրս գա եւ ինչ-որ մի օր մի բան ասի։ Չի, իհարկե, էշի, որ լողացան անցավ, տենց չի։ Լրիվ, հա, կամերաների հետևից խոսալու տենց հեշտ չէ, նախ թողեն ժողովրդին պատասխան տան, առաջին հերթին, հետո եթե քաղաքական
դուխ ունեն քաղաքական գործիչներին, այդ թվում ժողովրդի հրապարակային եթե ոչ քաղաքական են այդ շատ հետաքրքրված չէ, ամեն մեկը էս մեր գործն էլա, չէ, մեր առօրյան է։ Մենք ամեն ինչ հիշում ենք, նայում ենք։ Մարդիկ ամեն մեկը իր կյանքով ապրում, իր զբաղվածություն ունի գործի, բոլորը պարտավոր չեն ամեն ինչ նայեն։ Հիմա մենք էլ նրա համար ենք, որ մարդկանց հիշացնենք։ Այդ մարդը մի անգամ գնահատական տվեց չընտրեց այդ մարդկանց, բայց հաջորդ անգամ էլ էս մարդիկ հայտնվելու են տարբեր առիթներով։ Եվ մենք պետք է ամեն անգամ հիշացնենք մարդկանց, թե այս մարդիկ ով են։ Այդ նաև պարտավորություն է, ես կարծում եմ։ Որտեղ պարտավոր չի միշտ նստեն քաղաքականությամբ զբաղվեն, հետևեն, հիշեն։ Ամենևին պարտավոր չի եւ պետք էլ չի, բայց մենք մեր գործը կանենք այդ միանշանակ եւ նորից եմ կրկնում դրանց հանցագործ քոքը, այն որ մեկը ուզում էր մաշասները, հանցագործ քոքը կտրվելու է մեր երկրից եւ նենց փոքր մաշը այո ինչի մասին է խոսքը։ Իրես անընդհատ ուզում եմ խոսքս ինձ եզրափակենք, որ շատ երկար հոգնասող չլինի, հա նայում եմ ավելանում են հետևողների թիվը։ Կիսվեք, տարածեք, սիրելի, եկեք հասնենք 1000 հետևորդի, նոր բարի գիշեր ասենք։ Այսօր Քաչատրյան Արմենի ասած այս սրտին ինչ impeachment, հիմա է դա, այս ժամին։ Ես էլ առավոտ պետք է 5-ից կես զարթնեմ գնամ այցանից որ։ Ես ինձ եմ։ Հա, ես հասնում եմ գործի, որ հատուկ այդ ժամին եմ զարթնում, որ հասցնեմ գործի։ Դու առավոտյան ամեն ինչ հասցնում ես, դու վազում ես։ Մենք քանի քնած ենք, դու վազում ես մարզում։ Ես ժամերին քնած եմ մլնում արդեն Հասմիկ ջան, նենց որ բոլորին խորհուրդ եմ տալիս շուտ քնել, շուտ զարթնել։ Լավ, դե ինչ ասեմ, եւս մեկ անգամ ուրախ ենք բոլորին նաեւ կիսվել, հա, մեր մտքերով բոլորի հետ։ Էլի կկապվենք, դարձել է տրադիցիոն ֆորմատ, պահանջված ֆորմատ, բազմաթիվ ասեմ, որ Արսենը անընդհատ հետաքրքրում է ոնց անի, որ ավելի որակյալ կադրեր ունենանք։ Այս անգամ չստացվեց, որ կադրը ավելի որակով լինի, որ վերջը տեղափոխվելու ենք YouTube, ինձ թվում է։ Դե YouTube-ում էս իրար հետ բանը ոնց որ Facebook-ով ենք էլի կարում կպնենք, հա, Zoom-ով փորձենք մյուս անգամ, եթե ստացվի, նոր կանենք։